Արի կեսօր, սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք։ Ուզում եմ, որ բոլորդ էլ լավ լինեք։ Այդ ամենը փոխադարձ է, դուք էլ իմ լավն եք ուզում, որի համար անչափ շնորհակալ եմ։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ նեղված եմ, մի քիչ տխուր եմ, անհանգիստ եմ, չգիտեմ ինչ անում տամ, քանի որ երեկուշ երեկոյան կողմերը Ձերից թրավ թուղթը։ Բերես ամբողջ տարածաշրջանում մեծ մասշտաբով լույսերի անջատումներ եղավ։ Դե հա, մշտական այդ անջատումները լինում է, բայց այս անգամ հետևանքները, ոնց հասկանում եմ, ծանր է եղել ու մարդկանց վնասել է։ Ոնց որ թե այդ վնասը ես էլ եմ կրել, մի քիչ ճշտումներ պետք է անեմ, որ հստակ իմանամ։ Դե գիտեք, որ լույսերը միանգամից տալիս են, նոլուֆազի պահեր է լինում, ժամը 11-ի կողմերն էր, մոտավոր, այդ կողմերից սկսած, մի պահ տվեցին, բայց այդ էլ նոլուֆազի տակ էր միացած, հա, մի սենյակի լույսը միանում էր, մի սենյակի լույսը չէր միանում, սառնանի լույսը միանում էր, բայց չէր աշխատում, թենց էլ թողել եմ, անջատել եմ, ասեցի, թե առավոտը կտամ, կմիացնեմ ու թենց էլ դրան գումարած իմ ինկուբատորը, որ ճուտիկների դուրս գալու օրն է, այսօր վաղը ճուտիկների դուրս գալու օրն է, մի խոսքով, ամեն բան իրար խառնվեց։ Այսօր էլ առավոտվանից լույս չկար, մի քիչ առաջ տվեցին, մինչև էդ էլ գնացել եմ տիկին Անահիտ անստուն, ընդեղ կոֆե եմ խմել, զրույց ենք արել, ժամանակ ենք անցկացրել, մի քանի կարևոր գործ եմ առաջ տարել, հենց, հետո անհամբեր սպասում էինք լույսերի տալուն, բոլորս էլ անհանգիստ, որ մեր տան էլածապրուստը հանկարծ բարված չլնի, սառնարան, տելևիզոր և այլն, հիմա որ լույսերը տվեցին, ես մեղուների վրա գործ էի անում, տանը չէի այդ պահին, քանի որ չեմ կարա տանը նստեմ, մնամ, մանավանդ այսօր իմ ազատ օրն է, տանն եմ ու այսքան շատ գործերի մեջ, հավերին եմ բաց թողել, սենց, աչքիս առաջ են, հսկում եմ ու մտքերս ցիրուցան, խառը, անհանգիստ, նեղված։ Հենց որ լույսերը տվել են, ես որ ստեղ գործ էի անում, Վահանիկի մաման զանգեց, թե բա լույսերը տվել են, գնատես ինչ վիճակա քո էլածապրուստը։ Տենց էլ էտա, քանի որ փեթակի բերանը բաց էր, այդ գործն էլ արի, հետո գնացի, հերթով սենյակի լույսերը միացրի, մի տեսակ ռիսկ չէի անում, որ առաջ գնամ սառնարանը միացնեմ։ Հերթը հասա սառնարանին, միացրի, այդ իրա սիգնալը տվեց, մի պահ հանգստացա, լա մի հատ նայեք, թե ինչքան մեղր ունեն թեռի մեղուները, երկու կողմից էլ կամ, իրանց պաշարը այսենց տեղը տեղին պահել եմ, մեղուների վիճակն էլ այդքան իմ սրտով չի, սիրելի հետևորդներ ջան, բնությունը շատ է փոխվել, այս աշխարհը շատ է փոխվել, մենք էլ այդ աշխարհում մի կերպ հարմարվում ենք էլի, նմանապես հերթով, էլ չբարձրացնեմ, տեսնում եք, որ կերապաշարը ինչքան առատ եմ թողնում և բոլոր փեթակներում, բայց միևնույնն է, մեղուն լավ չի զարգանում, ինչև է, խոսքից խոսք գնացի, սիրելի հետևորդներ ջան, սառնարանը միացրի, այդ իրա սիգնալները տվեց, լույսը միացավ, բայց այն ձայնը չի հանում, իր այն աշխատելու ձայնը չի դժժում։ Սկսեցի անհանգստանալ, հենց թողեցի էլ եկա, սկսեցի մեղուների գործը շարունակեմ, քանի որ համ ծուխն էր արած, գործս կիսատ էր, մի քանի տեղ զանգեցի այդ ընթացքում նաև հասցրի, ես ինչ են բերել ծախելու, Ինձ ավտոյով է, չգիտեմ, մի խոսքով, այդ ինձ հետարքիր չի, քանի որ սիրտս նեղված ու անհանգիստ է,
Հիմա համ ձեր հետ խոսեմ, համ մեղուներիս վրա գործ անեմ։ Այս մի փեթակը աչքիս լավ է, հեսա թագուհին։ Շատ շուտ էլ գտա թագուհուն, մոտեցնեմ, սիրելի հետևորդներ ջան։ Գտեք թագուհուն։ Իր մեջքի վրա կանաչ գույնով ներկած է, հեսա, այս կողմերն է։ Գիտեք, որ ես միշտ ամեն մի անհանգիստ պահին ինձ միշտ տրամադրում եմ, ձեզ էլ ինձ հետ տրամադրում եմ, որ մեր տրամադրությունը բարձր պահենք, ինֆարկտի չհասնենք, բայց այդ վիճակն է, սիրելի հետևորդներ ջան, սառնարան ըստ հանկարժեք սառնարան, մեծ սառնարան, կրիտիտը նոր եմ վերջացրել, հիմա գա ու խափանվի, մի հատ խայտառակ վիճակ կստացվի, ստեղ ամեն բան նորմալ է, ձվելու ռամկա ունի, այս մոտոր էլ սեի նայել, անկեղծ կադրից դուրս եկել էի գործ էի արել, դրա համար էլ ստեղ ձվելու ռամկան էլ կա, ամեն բան դասավորված է, ուղղակի եկա սկսեց ինձանից անկախ մեղուների հետ աշխատելը, որ այդ անհանգիստ վիճակից դուրս կամ, մի քիչ սիրտս խաղաղվի, մտածմունքներս ցրվեն, ու իհարկե սրտի խորքում սպասում էի լույսերի տալուն, որ հասկանամ իմ ելած ապրուստը ինչ հայլել, ինչ չելել էլի։ Հեռուստացույցը դեռ չեմ միացրել, սենյակների լույսերն եմ միացրել կար, լվացքի մեքենան եմ միացրել, լվացք եմ դրել պտտի, այդ նորմալ է, գազը նորմալ է, այդտեղ ամենա վտանգավորը ընդհանուր առմամբ նման դեպքերում սառնարանն է լինում ու եթե այդ պահին հեռուստացույցը միացրած է լինում հեռուստացույցը։ Քանի որ այդ պահին հեռուստացույցը միացրած չէր, ես այդքան ժամանակ չունեմ, էլի որ նստեմ հեռուստացույց միացնեմ, նայեմ։ Իմ հեռուստացույցը իմ մեղուներն են, իմ հավերն են, իմ բաղ-բաղճի գործերն են, իմ աշխատանքներն են, որ ամեն ինչին դուք ծանոթ եք այս ընթացքում։ Վերջացրի մեղուներին նայելը, սիրելի հետևորդներ ջան, քանի որ շուտվանից էի սկսել, այս մի փեթակներ, այս երկու փեթակում մեղուտ չկա, հանգել են, բայց մեղրը, կերապաշարը, տեղը տեղին կա, այս երկու հատը հանգել են, այս պահին երկու հատ մեղուն ալավը, մայր ընտանիք, այն մնացածը թույլ են, չգիտեմ, այդ գործը ես կանեմ, այդքան էլ ինչի անհանգստացում, ինչքան որ, ասենք, իմ սառնանի հարցը, այս պահին, ինկուբատորն էլ միացրի, էդ էլ աշխատեց, բայց այդ ընթացքում ձուն ենթարկվել է, ասարու մի բանի, գնանք տուն մի հատ կոֆե էփենք, խմենք, մի քիչ էլ այնտեղ զրուցենք, արևն ուժեղ է, ավառումը, գնանք տանը կզրուցենք, մի բաժակ կոֆե էփենք, կոֆե խմենք, մի քիչ զրուցենք, հասկանանք ինչ է կատարվում։ Այս կողմով գնամ, այդ կողմով ինձ հարմար չի։ Այս ձևի արևոտորը հատկապես որ ազատ էի, թողեցի և անհանգստությունների հետևից տարվեցի, սիրելի հետևորդներ ջան, իսկ հիմա, որ միացել եմ ձեզ, բոլոր անհանգստությունները մի կողմ եմ դնում և կոֆե եմ եփում։ Դուք էլ ձեր կոֆեն եփեք և միացեք իմ ալիքին։ Խելքի տանք տեսնենք նման դեպքերում ինչ կարելի է անել առաջին հերթին։ Բացի այն, որ անհանգստանում ենք, որը դա կարծես թե մեր բնավորության մեջ է մտած, բնավորության գիծ է դարձել բոլորիս մոտ, որ առաջին հերթին սկսում ենք անհանգստանալ, մեր սիրտը ցավում է դրանից, մեր գլուխը ցավում է դրանից, բայց դրա փոխարեն, սիրելի հետևորդներ ջան, պետք է շարժենք մեր ուղեղը։ Ուղեղը մեզ տրվել է, որ մտածենք, այն էլ երկու կիսագնդեր, սիրելի հետևորդներ ջան, մարդը կենդանիներից տարբերվում է իր ուղեղի մտածելակերպով և պետք է շարժենք մեր ուղեղը։ Իհարկե, ես նույնպես այդ ձև եմ վարվել և եկա տուն ձեռքերս լվացի, քանի որ մեղուների հետ որ գործ եմ անում, այդ իրենց բերած մոմերը կպչում է իմ մատներին, սևանում է ու չիմացողը կիմանա, թե իմ մատերը մաքուր չեն։
Հիմա սիրելի հետևորդներ ջան, դարակից գիրքը հանել եմ սառնարանի, բայց անգլերեն է այստեղ։ Չնայած որ անգլերեն է, ամեն դեպքում շարժում ենք մեր ուղեղը նորից ու նորից եւ հետեւում ենք սխեմաներին, նկարներին, տեսնում ենք ինչ կա չկա։ Իհարկե տեսնում եք, որ ես արդեն ժպտում եմ, քանի որ բանալին գտել եմ, սիրելի հետևորդներ ջան։ Այո, երբեմն շատ բաներ կա, որ մենք դրանց ձևը չգիտենք եւ անմիջապես կամ անհանգստանում ենք մեր սրտին ցավացնելով, կամ էլ ասում ենք, վայ, ես ում ճարեմ, կա սարքի այսինչ բանը, եւ լավ մասնագետ ենք փնտրում, սիրելի հետևորդներ ջան, մոռանալով, որ առաջին մասնագետը մեր դարակում պահել ենք, որը գիրքն է, սիրելի հետևորդներ ջան։ Գիրքը միշտ էլ մարդկանց կյանքի ամենալավագույն ընկերն է համարվում, կապ չունի, թե ինչ գիրք է, ամեն գրքից մենք մի օգուտ քաղում ենք։ Եթե դուք մի որևէ տեխնիկա եք գնում ու բերում ձեր տուն, պարտադիր իմ խորհուրդը ձեզ այդ բոլոր իր գրքերը, փաստաթղթերը պահեք, թեկուզ անցնի 5 տարի, 10 տարի, չենք իմանա, թե երբ, ինչ, որտեղ պետք կգա, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա, որ ես թերթել եմ ու գտել եմ, քանի որ անգլերեն է նորից հիշեցնեմ եւ անգլերեն ես չգիտեմ, այստեղ նկարներով, ահա, ես գտել եմ բանալին, թե ինչպես կարելի է իմ սառնարանին նորից աշխատացնել, քանի որ միացնում եմ լույսն ամյանում եւ չի դժում, այսինքն նորմալ չի աշխատում, բայց եթե լույսը վառվում է, դա իմ համար հույսի նշան էր, հույսս չկտրեցի եւ անմիջապես մտքովս անցա, որ մի հատ գիրքը բերեմ, թերթեմ, տեսնեմ ինչ կա չկա, ասեմ, որ գնված օրվանից այս գիրքը ոչ մի անգամ ես ինքս չեմ բացել, անխափան աշխատել է, սիրելի հետևորդներ ջան, այս ընթացքում ինչ որ ես գնել եմ իմ սառնարանը, թանկարժեք սառնարան եմ գնել, որ երկար օգտագործեմ, հիմա ինչ որտեղ մի քիչ հանգիստ եմ, քանի որ նկարներով արդեն իսկ ես հասկացել եմ, որ կարող եմ նորից աշխատացնել իմ սիրուն ու թանկարժեք սառնարանը, որին երբեմն հեղնարախտյուր եմ ասում, քանի որ ամռան շոգին, ինչու չէ նաև ձմռանը, ես սիրում եմ սառը ջուր խմել ու իր ջրի ծորակը դրսի կողմից է, սեղմում եմ եւ իմ բաժակը հեղնարախտյուրի նման ջուրը լցվում է, սիրելի հետևորդներ ջան։ Իսկ անգլերենի համար, թարգմանության համար իհարկե դիմելու եմ իմ աղջկան Տաթևին, կնկարեմ մեսեջը կուղարկեմ իրեն, որ էջը պետք լինի կնկարեմ կուղարկեմ, ինքը անմիջապես կթարգմանի, ես էլ այդ կնոպկաներին կսեղմեմ, հանկարծ սխալ բան չանեմ, ինքնուրույն առանց թարգմանելու ճիշտ նկարները արդեն ցույց է տալիս, նույնիսկ մատը նկարած է մարդու, թե որ կոճակին սեղմել, դե ասենք ինչքան էլ որ անգլերեն չենք հասկանում, նոն հասկանում ենք, նոն այսինքն ոչ ու խաչ է քաշած եւ մյուսի վրա պտիչկա է արած, արդեն իսկ ես ինքս էլ ինքնուրույն հասկացել եմ, որ պետք է սառնարանի թիկունքը հետ քաշեմ, մեջքը բացեմ, նայեմ եւ այդ կնոպկաներին սեղմեմ։ Իմ կոֆեն երբեք սիրելի հետևորդներ ջան, ուշադիր լինեմ, չթափվի։ Նայ տրամադրությունս փոխվեց, սիրելի հետևորդներ ջան, եւ Այն որ սիրտս սևակնել էր, որ վсё, վերջ, սառնարանս փչացավ, վառվեց, հիմա ինչ եմ անելու, ոնց եմ անելու, քանի որ այդ ամենը մեծ գումարների հետ է կապված, ասենք եթե նորից կրեդիտի մեջ մտնեի, իհարկե դա նորից գումար է, որ մեր համար ավելորդ կդառնար այս պահին։ Այս մեր ամբողջ տարածաշրջանում, սիրելի հետևորդներ ջան, ոչ միտեղ լույս չի եղել, արդեն իմացել եմ, որ շատ մեծ պաստանցիա է պայթել, մեծ վնասներ են հասցվել, բայց փառք Աստծո, վերանորոգել են, հիմա լույս ունենք, բացի սառնարանը, մնացածը ամեն բան նորմալ է, հեռուստացույցը միացրել եմ, ստուգել եմ նորմալ է, մի խոսքով բոլորը նորմալ է, բացի սառնարանը, շուտով այդ հարցն էլ կկարգավորեմ, հիմա մինչև որ իմ կոֆեն կգա
խմելու աստիճանի, որ սիրում եմ մի քիչ հով վիճակում խմել, մի փոքր էլ զրուցեմ եւ վլոգս կավարտեմ, քանի որ պետք է զբաղվեմ այս հարցով, սիրելի հետևորդներ ջան, սառնանում լիքը ուտելիքներ ունեմ, սառցեղցիկում հատապտուղներ ունեմ սառեցրած, ամփուշ մոշ ունեմ դեռևս մյուս տարվանոց եւ հասելա այն ժամանակը, որ էսա թփերը նորից կծաղկեն եւ ես դեռևս ունեմ, չեմ ուզում փչանալ։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այստեղ որ ցույց տվեցի նկարները, միտեղ հոնքերը կիտած, միտեղ շպտեր է, սառնարանը շատ հետաքրքիր պատկերել են, ահա այստեղ խաչեք քաշած, որ այդ ինչ բանը չի կարելի անել, այստեղ ցույց է տալիս, որ երեխաները հանկարծ սառցեղցիկի դուռը չբացեն, ներս մտնեն, ասեն, որ իմ սառնանի սառցեղցիկը ներքևի մասում է գտնվում, այս մի նկարը ցույց է տալի արդեն էներգիայի լարա, թե ինչպես, մի խոսքով ես միգուցե չկարողանամ այն ձևով բացատրել, ինչ որ այս նկարներում ես տեսնում եմ, այստեղ արդեն սառնանը ժպտեր է, սիկ ձեռքերը խաչելա, ժպտում է, այսինքն ամեն բան նորմալ է, հետո թերթել եմ այս կողմ, այստեղ ցույց է տալիս արդեն, որ մատով միացնում է, սա սառնանի հետևի մասն է, ինչպես որ ասեցի, բանալին գտել եմ, բանալին ձեռքումս է, մնում է բացեմ եւ իմ սառնանը նորից կաշխատի, հույս ունեմ, հույսս չեմ կորցնում։ Ընդհանրապես սիրելի հետևորդներ ջան, նաեւ շատ կարեւոր է, երբ որ մենք բարձր որակի ապրանք ենք գնում, բարձր որակի տեխնիկա ենք գնում, հենց առաջին հերթին մտածելով այդ ուղղությունով, որ եթե իր արժեքը բարձր է, որակը նույնպես բարձր է, միշտ համեմատում ենք որակը արժեքի հետ եւ վստահորեն վերցնում ենք եւ մեր բնակարաններն ենք վերում, օգտագործում։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա այդ ամենը երկար կտևի, տաթևս աշխատանք է գտնվում, չեմ ուզենա, որ այս ժամին, ասենք, խանգարեմ ինչ-որտեղ, դե գիտեք, որ միշտ է ծնողները ավելի անհանգիստ են երեխաների համար եւ չենք ուզում տեղին եւ անտեղին, պատե եւ անպատե անհանգստացնել, մի փոքր կհամբերեմ, ոչինչ, հետո այս հարցը վստահ եմ կկարգավորվի, այս ընթացքում նաեւ զանգեր եմ ստանում, սիրելի հետևորդներ ջան, քանի որ զանգահարություններ էի կատարել իմ ծանոթ մարդկանց, իմացող, հասկացող մարդկանց, թե ինչ անեմ, ոնց անեմ, ինչեւ որ գիրքը կգտնեի, կհասկանայի, որ գիրքը կարելի է թերթել, հարցնում են արդյոք ինչ եղավ, շատ շատերին նա այդ վիճակում եւ շատ մարդիկ անհանգիստ են, նաեւ ժողովրդի լեզվով ասած ուզում եմ ասեմ, որ այն բանալին, որը ես գտել եմ ու ասում եմ իմ ձեռքում է, դա ապահովիչն է, յուրաքանչյուր լավ ընտիր որակով տեխնիկա ունենում է իր վրա ապահովիչ եւ գրքին նայելով ես հասկացա, որ ապահովիչը տեղից ընկել է, սիրելի հետևորդներ ջան, բայց քանի որ ես դեռևս շատ վստահ չեմ ուզում ինքնագլուխ այդ կոճակներին սեղմել, այս ու այն կոմքած քշել, դրա համար մինչեւ չթարգմանվի այդ կոճակների տակի վերևի գրվածները, ոչ մի բանի ձեռք չեմ տալ, այնուամենայնիվ խելքի տալով, ինչպես որ ասեցի, ձեզ խորհուրդ եմ տալիս, սիրելի հետևորդներ ջան, բացի գիրքը բացելը, միգուցե գիրքը չեք պահում, լավ որակյալ ապրանքները իրենց հետևի մասում ունենում են ապահովիչ, որը հոսանքի տատանումների ժամանակ, ասենք, կայծակա, ուժեղ ամպրոպա ապահովիչը հենց դրա համար է տեղից ընկնում է եւ տվյալ տեխնիկան որակը պահում է, սիրելի հետևորդներ ջան, հիմա իմ սառնարանի մոտ այդ վիճակն է, ապահովիչը տեղից ընկել է եւ իմ սառնարանը փրկվել է վառվելուց, շատ ուրախ եմ, որ ես իմ մտածելակերպով կարողացա այս հարցի պատասխանը գտնել, վերցնել գիրքը, թերթել եւ արդեն էլ կարիք չի լինի, որ կամ անհանգստանամ, այդ սրտի ցավս էլ է կորչում կամաց, քանի որ այդ պահին իսկապես շատ խորը նեղվում ենք էլի, դե արդեն մեզանից անկախ ինչ որտեղ
հիմա ուզում եմ իմ այս վլոգը ժամանակին տեղ հասցնել, քանի որ այս վթարը մեր այս ամբողջ տարածաշրջանում է եղել ու միգուցե իմ նման շատ մարդիկ անհանգիստ են կամ մասնագետ չեն ճարում կամ գիրքը չեն պահում, եթե անգամին չեն հետևում, ինձ հետևողները կփոխանցեն իրենց բարեկամներին, հարևաններին, ծանոթներին, որ սիրելի հետևորդներ ջան, նման դեպքերում ձեր սառնանը առաջ քաշեք, պտտեք մեջքի մասում, կնոպկաներ են լինում, չգիտեմ ինչ ձևով, ինչ տեսքով, բայց վստահ եմ կլինի, քանի որ վերջին ժամանակաշրջանում գրեթե բոլորս էլ ուզում ենք որակյալ ապրանք գնենք եւ որակյալ ապրանքների մեջքի հետևում ապահովիչներ են տեղադրված, հույս ունեմ կգտնեք այդ կոճակները եւ ձեր սառնաները կաշխատեն, հույս ունեմ վնասներ չեք կրել սիրելի հետևորդներ ջան եւ ամեն բան նորմալ է բոլորիդ մոտ է սիրելիներս վլոգս ավարտեմ շուտ ձեզ հասցնեմ հետո ես էլ կզբաղվեմ արդեն այդ գործերով կտեղեկացնեմ Տաթևիս SMS կուղարկեմ ինքը շուտ գնայի թարգմանությունը ինձ կուղարկի եւ կաշխատացնեմ ինքնագլուխ միգուցե հետ կքաշեմ կպտտեմ կտեսնեմ չգիտեմ ոնց կստացվի հաջորդ վլոգում կիմանաք սիրելի հետևորդներ ջան լավ եղեք ուշադիր եղեք ամեն ինչի նկատմամբ